Спасибо большое, уважаемые. Շնորհակալություն, հարգելի արարածանվելի, հարգելի գործընկերներ, նախև առաջ ցանկանում եմ կրկին հայ բարեկամներին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության, հյուրընկալության համար։ Մեր բանակցությունները տեղի են ունենում նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի պայմանավորվածություններին համահունչ, որոնք նախորդ տարվա պաշտոնը եղան, նրանք պայմանավորվեցին այդ ժամանակ վերականգնել բոլոր ուղղություններով կոնտակտների ռիթմը եւ արտգործնախարարությունները մեր առաջնորդների այս պայմանների հունվարյան հանդիպման եւ այս այցի ընթացքում տեղի են ունենել խորհրդակցություններ մեր տեղակալների մակարդակում, որոնք նախատեսված են լրացուցիչ շփումներ մեր քաղաքական գերատեսչությունների միջև եւ այսօր մենք դրա մասին ստորագրեցինք խորհրդակցությունների պլանը։ Կրկին մեր հայ բարեկամներին եւ անձամբ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել բարձրագույն մակարդակով Մոսկվայում հաղթանակներով ակտիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար եւ այն բանի համար, որ Հայաստանում ինչպես եւ Ռուսաստանի Դաշնությունում հարգում եւ պահպանում են մեծ հաղթանակի հիշատակը։ Այստեղ անմահ գնդի երթ տեղի ունեցավ տասնյակ այլ միջոցառումներ եղան, որոնք ներառեցին թեմատիկ համերգներ նվիրված հաղթանակի տարեդարձին։ Մենք այսօր այցը սկսեցինք Մայր Հայաստան հուշարձանում ծաղկեպսակ դնելով անմարդ կրակի մոտ եւ այս հանգամանքը կրկին վերահաստատում է մեր հավատարմությունը ազատության, անկախության եւ խաղաղության արժեքներին մեր հերոսական նախնիների ջանքերի շնորհիվ դա հնարավոր եղավ։ Մենք բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձանք, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են առաջին հերթին առևտրատնտեսական համագործակցությունը, անվտանգության հարցերով համագործակցությունը եւ փոխադարձ դիվանագիտական երկուստեք դիվանագիտական ներկայացուցչության ընդայնում, այդ թվում կապանում գլխավոր հյուպատոսության բացում այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է։ Մենք շահագրգռված ենք նաեւ քաղաքների միջև, համայնքների միջև եւ Ռուսաստանի շրջանների եւ Հայաստանի մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ, ինչպես արարած Սամվելին ասաց, մենք պատրաստում ենք տարածաշրջանային ժողով, որը լրացուցիչ կամրապնդի այն նյութական հիմքը, որն ընկած է մեր գործընկերային ռազմավարական գործընկերության հարաբերությունների վրա։ Այս ուղղությամբ ջանքերի շնորհիվ մենք ռեկորդային ցուցանիշներ ենք արձանագրել առևտրաշրջանառության, անցյալ տարի այն հասել է տպավորիչ արդյունքների, առևտրաշրջանառության ծավալը 1.6 միլիարդ դոլարի է հասել, դա այսօր Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 1/3-ից ավելին է եւ Ռուսաստանը մնում է առևտրաներդրումային առաջին գործընկերը Հայաստանի Հանրապետության համար։ Ընդգծեցինք հատկապես, որ երկկողմ առևտրի 96%-ն իրականացվում է ազգային արժույթներով, ռուբլիով եւ դրամով։ Ռուսական տնտեսական օպերատորները ավանդաբար հանդես են գալիս որպես կարևոր հարկատուներ եւ գործատուներ Հայաստանում, իրականացնում են սոցիալապես նշանակալից ծրագրեր։ Մենք ողջունեցինք Հայաստանի իշխանությունների ջանքերը ուղղված ռուսական գործարար շրջանակների օրինական շահերի պաշտպանությանը, նրանց ովքեր ներդրումներ են անում Հայաստանում, համոզված ենք, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտներում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, լեռնահանգստյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան։ Բարձր են գնահատում ռուս-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, որը տնտեսական համագործակցության հարցերով է զբաղվում, աշխատում է ռիթմիկ տեմպով, վերջին հանդիպումը եղավ Մոսկվայում 2024-ի դեկտեմբերին եւ ուրախ ենք, որ թափ է հավաքում ռուս-հայկական գործարար խորհուրդը, որտեղ միավորված են մեր երկրների տասնյակ ընկերություններ։ Նշեցինք նաեւ, որ գործարար առաքելությունները Ռուսաստանի շրջաններից ցանկալի է, որ բարբերաբար շարունակեն այցելել Հայաստանի Հանրապետություն։ Խորացնում ենք նաև կապերը
խորանում են կապերը օրենսդիր մարմինների միջև, ինչպես տեղեկացրեց մեր գործընկերը Արարատ Սամվելին պատրաստվում է Դաշնային խորհրդի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն եւ աշխատում է բավական ակտիվ գործում է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովը, համագործակցության հանձնաժողովը։ Մենք կարծիքներ փոխանակեցինք ընդհանուր մեր ինտեգրացիոն միավորումների ուղղությամբ համագործակցության մասին առաջին հերթին եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր գնահատականները համընկնում են Եվրազեսում մասնակցությունը լրացուցիչ գրավական է տնտեսության կայուն զարգացման համար, բարեկեցության մակարդակի բարձրացման համար, մեր քաղաքացիների համար։ Մենք նաև խոսեցինք անվտանգության ոլորտում համագործակցության մասին, մենք դաշնակիցներ ենք, այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմական բազայի ստեղծման 30-ամյակը, այն կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար։ Մենք կողմ ենք սերտ շփումներին, մեր զինվորականների միջև սերտ շփումներին, իրավապահ միջև սերտ շփումներին, անվտանգության ծառայությունների միջև։ Այդ ամենը պետք է հիմնվի այն հարուստ փորձի վրա, որը կուտակվել է նախկին տարիներին եւ շահագրգռված ենք նաեւ Հայաստանի ակտիվ մասնակցությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Մենք խոսեցինք նաեւ այն մասին, որ աջակցվի զանգվածային լրատվամիջոցներում Ռուսաստանի եւ Հայաստանի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միջազգային տարածաշրջանային հարցերով ներկայացվեն մեր երկրների դիրքորոշումները։ Մենք ստորագրեցինք խորհրդակցությունների փաստաթուղթը, որում նախատեսված է հատուկ քննարկում արտգործ նախարարությունների այն կառույցների գծով, որոնք պատասխանատու են տեղեկատվական աշխատանքի համար։ Երբ քննարկեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրները, առանձնակի ուշադրություն դարձրեցինք մեր ընդհանուր տարածաշրջանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրներին։ Մենք համոզված ենք, որ այստեղ ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների եւ մերձակա հարևանների կողմից։ Որովհետեւ առումով դեմ չենք նրան, որ արտատարածաշրջանային պետությունները ինչը եւ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված այստեղ գտնվող երկրների հետ, այն ընկալմամբ, որ նման համագործակցությունը ուղղված չլինի ընդդեմ կամ ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարմանը աշխարհքաղաքական խաղերի համար, որը որևէ լավ բանի չի հանգեցրել։ Ուստի մեր դիրքորոշումը հետևյալն է, բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց որևէ թաքցված օրակարգերի։ Մեր այս մոտեցմանը համահունչ մենք հաստատեցինք, որ Ռուսաստանը պատրաստակամ է ապագայում եւս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության, համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր եւ համակողմանիորեն ապա շրջափակելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները եւ սահմանագծելով սահմանազատելով պետական սահմանը։ Այդ գործընթացների հիմքում այս գործընթացների կուր հիմքը երակոմ պայմանավորվածությունների համալիրն է, ամենաբարձր մակարդակով Ռուսաստանը, Հայաստանը, ադրբեջանական պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին։ Լրացուցիչ մենք տեսնում ենք ոչ փոքր ներուժ կա զարգացնելու տարածաշրջանային համագործակցության 3.3 ձևաչափով հարթակը Հարավային Կովկասի 3 երկրներ եւ իրենց մերձակա անմիջական հարևաններ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա արդեն տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում եւ Ստամբուլում։ Հիմա մենք քննարկում ենք երրորդ նախարարական ժողովի անցկացումը Թեհրանի եւ Ստամբուլի արդյունքներով մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն ունենալու այս հաստակի ապագայի
Արդիվ այն բոլոր նախադրյալներն ունի դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք ամրապնդելու համար երկարաժամկետ խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում ի նպաստ փոխշահավետ տարածաշրջանական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության եւ իհարկե Հարավային Կովկասի եւ Մերձակա հարևանների մշակութային խորը ավանդույթների վրա կառուցված համագործակցությունը։ Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել 3+3 ձևաչափով։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել, մենք պատրաստ ենք դրան աջակցել ապահովելու նիստերի շարունակականությունն։ Այսինքն մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները լինեն տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար։ Ընդհանրապես մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներով, խոսեցինք անկեղծ չթաքցնելով հուզական դիրքորոշումների առանձնահատկությունը, այդպիսի առանձնահատկություն կա, այն կա ցանկացած երկու երկրների միջև հարաբերություններում։ Հուսով եմ, որ մեր խոսակցության, մեր պայմանավորվածությունների արդյունքները, մեր այսօր նախանշած ծրագրերը կսատարվեն նախագահի եւ վարչապետի կողմից, ովքեր մեծակաբար համաձայնեցին օրվա երկրորդ կեսին հյուրընկալել մեր պատվիրակությունները։ Շնորհակալություն։